Հեղուկ գազը թանկանում է ոչ թե օրերի, այլ վայրկյանների ընթացքում։ Այս պահին 270 դրամով են լիցքավորում մեքենաները, 2-3 րոպե անց լուսատախտակին նոր թիվ է հայտնվում 290 դրամ։ 3-4 հազարի ավելացում կա էլի։ Տարեվերջին հեղուկ գազի 1 լիտրը 200-ից 210 դրամ էր։ Օրերի ընթացքում գինը բարձրացել է 40-ից 45%-ով։ Միշտ էլ է տենց ա եղել։ Այս ժամերում են թակ ծախում են ժողովրդի վրա, ժողովուրդը տուժվում է։ Շատ ցավալի է, որ sense մեծ մասը Հայաստանում հեղուկ գազով են քշում վարորդների։ Դե բոլորի գրպանները կպնում են։ Հեղուկ գազ մեր ընկերներն են քշում, բայց սաղդել դժգոհ են, բայց տաքսու տակ են քշում մարդիկ։ Ուզում են ապրեն, բայց այսօր եթե թանկացրես կպտում է մեր ջեբին էլ, չէ՞։ Բայց միայն թանկությունը չի, հեղուկ գազի լիցքավորիչները հաճախ դատարկ են, վառելիք չկա։ Դե ասում եք, անում սահմանափակ, բայց իրանց ձեռն ինչ ուզում են, դա էլ անում են էլի։ Մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախագահը հեղուկ գազի դեֆիցիտ չի տեսնում, իսկ թանկացումն ասում է սեզոնային է։ Ամեն տարի լարսը, երբ որ ճանապարհային հանգույցի խնդիր է ունենում, տրանսպորտային հանգույցները թանկանում են եւ ամեն տարի ինչ-որ նոր պատճառաբանություն է լինում, սովորական process-ը ապրիլ-մայիս ամիսին էժանա, դեկտեմբեր ամսին թանկ է։ Վարորդները պնդում են, սովորական process չէ, ձմռանը երբևէ 240 դրամից շատ չեն վճարել 1 լիտր հեղուկ գազի համար։ Կարող է նաեւ առիթից են օգտվում։ Եթե լարսը փակ է, երկիր հեղուկ գազ չի գալիս, այդ դեպքում հիմա եղած պաշարները գազի վաճառքի կետերը ինչ են այսքան անխիղճ գներով վաճառում, ուր է պետությունը, ինչի չի վերահսկում գները։ Վառելիքի շուկան վերահսկելու, կարգավորելու փոխարեն իշխանությունը ադրբեջանական բենզինի գովազն է անում, նկատում է падգամավորը։ Սոցիալապես մեծ հարված հասցնող այս գնաճը պետք է մի կերպ կարգավորվեր, բայց իշխանությունները փոխանակ իրենց անմիջական գործառույթները իրականացնեն, սազն առած ադրբեջանցիներին են գովում, թե վայ տեսեք բենզինի գները իջել են։ Մեկա օգու չկա ընդհանրապես, ինչ էլ ուզում եք ասեք, յա փետինես մի բան ասե, յա իրանց ինչ տարբերություն է։ Եթե հեղուկ գազի գինը շարունակի այս տեմպերով բարձրանալ, ստիպված կլինեն անցնել բենզինի, ասում են վարորդները։ Դե եթե բենզինը էժանանա, հնարավոր է եւ անցնենք բենզինի։ Աննա Գյուլնազարյան, Կարինե Մանգասարյան, Հենրիկ Համազասպյան, Առաքել Օհանյան եւ Էլեն Յահինյան, Հայլուրի համար։ Հայաստանում ու աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, կարևորն ու հետաքրքիրը։